Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Մեր օրացույցում հուլիսի 5-ը նշված է կարմիրով, որովհետև այդ օրը տոն է։ Տոն է, որը 1995 թվականի հուլիսի 5-ից առ այսօր նշվում է որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման օր։ 10 տարի անց 2005 թվականի նոյեմբերի 27-ին հանրաքվեի միջոցով այն փոփոխվում է։ Այսօր արդեն կրկին գրեթե 10 տարի անց դարձյալ քննարկում են սահմանադրական բարեփոխումների հարցը։ Հասարակությունը, ինչպես միշտ, յուրաքանչյուր հարցի շուրջ բաժանվել է երկու մասի։ Մի մասը կարծում է, որ շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք հրատապ են եւ լուծելու համար անհրաժեշտ, իսկ մյուս մասը կարծում է, որ հենց այդպիսի բարեփոխումների շնորհիվ է, որ այդ անլուծելի խնդիրները ի վերջո կդառնան հնարավոր եւ լուծելի։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ձևավորվել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Անդամները վաղուց հայտնի են, քննարկումներն ընթանում են եւ մարդիկ բանավիճում են։ Այսօր մարդկային գործոնի եթերում մենք փորձելու ենք անդրադառնալու հենց այս փաստին եւ հանձնաժողովի անդամներից փորձելու ենք բարձել ոչ միայն ինչպիսի բարեփոխումներ են տեղի ունենալու, այլ որքանով են դրանք իսկապես հրատապ։ Բարի երեկո, մենք եթերում ենք եւ տոնական այս տրամադրությունը չխաթարելով հրավիրենք մեր առաջին հյուրին։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյան։ Բարի երեկո, պարոն Մուրադյան։ Ճիշտ է, մի քանի օր անց, սակայն շնորհավորում ենք այս տոնական օրվա կապակցությամբ եւ միանգամից այսպիսի հարց. Սահմանադրությունը, որը համարվում է մայր օրենքը, ամեն անգամ փոփոխության ենթարկելով, ասես կասկածի ենք ենթարկում նրա հզորությունը, նրա ազդեցիկությունը։ Այսօր որքանով էր հրատապ այդ բարեփոխումների հարցը եւ ինչպիսի կետեր պետք է փոփոխվեն։ Սահմանադրությունը մեր անկախությունից հետո մենք երկու անգամ ենք ընդամենը բարեփոխել դեռևս 95 թվականին ընդունել ենք մայր օրենքը եւ 2005 թվականին 10 տարի անց էական բարեփոխումներ են իրականացվել սահմանադրության մեջ։ Այն, որ այդ պահանջը հասունացել է սահմանադրական բարեփոխումների, ուղղակիորեն փաստված է հայեցակարգում, որը մշակել է մասնագիտական հանձնաժողովը։ Բայց այդ հանրային պահանջը զգալի է նաեւ այն հարցադրումներից, որ թե քաղաքական ուժերը բազմիցս տարիներ շարունակ արել են, մասնավորապես ընտրակարգի ընտրության մասով, մասնավորապես ինչու՞ չէ կառավարման ձևի փոփոխության մասով, մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ամրագրման, դատական իշխանության իրական անկախության ապահովման եւ այլն։ Այսինքն այն, որ այս հարցադրումներին պետք է պատասխան տրվի, այդ թվում եւ հատկապես նաեւ սահմանադրության մակարդակում, դա փաստ է։ Շատ դեպքերում ասվում է, որ կան տնտեսական, սոցիալական խնդիրներ եւ ինչու սահմանադրության միջոցով այդ խնդիրները, եթե կարելի է ընթացիկ մակարդակում, լավագույն դեպքում օրենսդրական բարեփոխումների կամ պրակտիկ մակարդակում այդ խնդիրները լուծել, բայց այստեղ առավել կարևորվում է համենայն դեպս հանձնաժողովի կողմից այն, որ եթե մենք ունենանք արդյունավետ կառավարման համակարգ, իսկ այդպիսիք դեռևս մենք չունենք։ Դա փաստված է նաև բուն հայեցակարգում։ Այդ խնդիրները, պայմանական ասած, հացի խնդիրը եւս կլուծվի, որտեղ արդյունավետ կառավարումը ուղղակիորեն հանգեցնելու է տնտեսության զարգացմանը։ Պարոն Մուրադյան, փորձեմ ավելի պարզ մի հարց տալ, լավ, ներկայիս գործող սահմանադրությունը, գոյություն ունեցող սահմանադրությունը, արդյոք թղթից կարողանում ենք վերծանել, վերածել գործողության եւ ի վերջո կիրարկել ամբողջությամբ։ Մասամբ այո։ Մասամբ այո, ես չեմ կարող փաստել, որ սահմանադրության բոլոր դրույթները այսօր հռչակագրային են եւ մնում են թղթի վրա։ Դա այդպես չէ իհարկե, որովհետեւ մի շարք հիմնարար դրույթներ սահմանադրության կենսագործվել են։ Բայց մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որը ծրագրված է անգամ գործող սահմանադրությամբ։ Մենք չունենք դեռ կայացած իրավական պետություն։ Մենք չունենք արդյունավետ, անկախ հանրության առջև հաշվետու դատական իշխանության համակարգ։ Մենք ունենք մարդու իրավունքների պաշտպանության էական մասով գործուն մեխանիզմներ, բայց չունենք ամբողջական լիարժեք համակարգ մարդու իրավունքների պաշտպանության մասով։ Հետևաբար գործող սահմանադրությունը լուրջ ներդրում արել է այն բանում, որպեսզի մենք համապատասխանենք ժամանակակից իրավական պետության չափանիշներին, պահանջներին։ Այդուհանդերձ նա ունի համակարգային լուրջ բացեր, որոնք պետք է հաղթահարվեն։
Շնորհակալություն, առաջարկում եմ այս պահին հրավիրել մեր հաջորդ հյուրին, մենք մի քիչ պանցիկ անցանք դատական, դատաիրավական գործողություններին եւ այս օղակում իսկապես կան շատ թերացումներ, տեսնենք թե ինչպիսի բարեփոխումներ կլինեն այս օղակում։ Մեր հաջորդ հյուրն է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն ծրագրի ղեկավար, Հայաստանում Հայաստանի Հանրապետության նախագահային առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ պարոն Վարդան Պողոսյանը։ Բարի երեկո, շնորհակալություն գալու համար, պարոն Պողոսյան, ինչպես նշեց մեր հարգարժան հյուրը եւ նաեւ ես էլ արդեն պատրաստվում եմ իմ հարցի մեջ ուղղել այդ հարցը, մենք շատ ենք խոսում լավ դատական համակարգի այս կամ այն օրենքի մասին, ոչ այդքան գործուն կամ ոչ այդքան ճիշտ ներկայիս ժամանակահատվածում եւ ոչ այդքան հաշվարկված։ Այս առումով ինչպիսի բարեփոխումներ են սպասվում, որոնք հստակ համակարգային փոփոխություններ կմտցնեն։ Համակարգային փոփոխությունները դատական համակարգի հետ կապված շարադրված են կոնցեպցիայում որպես այլընտրանքներ, որովհետև սահմանադրական հանձնաժողովը դեռ վերջնական եզրահանգման չի եկել, թե մասնավորապես դատարանակազմության առումով մենք անցում պետք է կատարենք երկաստիճան դատական համակարգի, թե պահպանելու ենք գործող դատական համակարգի կառուցվածքը։ Ամենակարևորը իմ կարծիքով դատական իշխանության բնագավառում բարեփոխումների տեսանկյունից դատական իշխանության անկախության էական բարձրացումն է եւ նաեւ դատական իշխանության հաշվետվողականությունը։ Մեկ վայրկյան, ինչով է պայմանավորվում դատական իշխանության անկախությունը։ Արդյոք նույն կառավարության նմանատիպ սահմանադրորեն ընդունված օրենքի գերակայությամբ չի։ Դատական իշխանության անկախությունը հնարավոր չէ երաշխավորել միայն ինստիտուցիոնալ միջոցներով կամ օրենքներ ընդունելով կամ ասենք սահմանադրությունը փոխելով։ Եթե հիշում եք 1995 թվականին, երբ որ ընդունվեց մեր սահմանադրությունը, Արդարադատության խորհրդի ղեկավարությունը գործադիր իշխանության ներկայացուցիչներն էին։ Հանրապետության նախագահը, գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը հանրապետության նախագահի տեղակալներն էին, որպես արդարադատության խորհրդի նախագահ։ Նման կառուցվածքով արդարադատության խորհուրդը իսկապես իմ կարծիքով, իմ համոզմամբ որևէ հնարավորություն չուներ ապահովելու դատական իշխանության անկախությունը։ Մենք 2005 թվականին կարևոր փոփոխություններ կատարեցինք, գործադիր իշխանության ներկայացուցիչները այլևս արդարադատության խորհրդում չեն, բայց դա չի նշանակում, որ մենք խնդիրը լուծեցինք։ Ինստիտուցիոնալ առումով դա առաջընթաց էր, բայց կա նաև մենթալիտետի խնդիր, կա նաև համակարգային մեծ խնդիր, թե դատական իշխանությունը իշխանության մեծ համակարգի պայմաններում ինչ տեղ է գրավում եւ ինչքանով ենք մենք կարողացել եւ ինստիտուցիոնալ առումով եւ պրակտիկայի առումով ապահովել, որ գայթակղությունը գործադիր իշխանության կողմից ներգործելու դատական իշխանության վրա լինի հնարավորինս փոքր, նվազեցվի եւ հասցվի զրոյի։ Միայն այդ պայմաններում է հնարավոր, որ դատական իշխանությունը իսկապես լինի անկախ եւ իրականացնի արդարադատություն իրականացնելու իր գործառույթը։ Շնորհակալություն, մենք դեռ կշարունակենք այս թեման, պարոն Մուրադյան, ինչպիսի հստակ ու հիմնական կետեր են նշված, որոնք արդեն պատրաստվում եք ներկայացնել որպես բարեփոխումների ծրագիր։ Ենթադրենք ընտրություններից կամ նախագահի ընտրությունից մինչև այլ ոլորտներ։ Մարդու իրավունքների պաշտպանության առումով պետք է հստակ տարանջատել անմիջական գործող իրավունքները, մարդու հիմնարար իրավունքները, արժանապատվության, ազատության իրավունքը, սոցիալական պաշտպանություն վայելող իրավունքներից։ Ներկա սահմանադրության մեջ կա խառնաշփոթ այս մասով եւ մեր հանրության մոտ առաջանում են ակնկալիքներ, սպասելիքներ, որոնք չեն արդարանում, երբ կան սահմանադրական երաշխիքներ, օրինակ բնակարանի իրավունք, որը բայց միայն պետության անհրաժեշտ միջոցների շրջանակներում կարող է կենսագործվել։ Եվ սա ամրագրված է որպես հիմնարար իրավունք։ Սա լուրջ համակարգային խնդիր է մեր սահմանադրության մեջ։ Մենք ունենք կրկնասահմանափակման սահմանադրական հնարավորություն, երբ ամրագրված է օրինակ լրատվամիջոցների ազատությունը երաշխավորվում է դրույթը սահմանադրության մեջ, բայց այն ենթակա է սահմանափակման 43 հոդվածի հիմունքներով, այսինքն երբ դա անհրաժեշտ է անվտանգության, հասարակական կարգի պահպանման եւ այլն։ Բայց լրատվամիջոցների ազատությունը երաշխավորումը, ազատության երաշխավորումը անձեռնմխելի երաշխիք է եւ որևէ սահմանափակման ենթակա չէ։ Նման մի շարք այլ հիմնահարցեր կան սահմանադրության մեջ, կարևորագույն հիմնախնդիրը կառավարման բալանսը, այսինքն կառավարման համակարգում լիազորությունների եւ պատասխանատվության հստակ տարանջատումը։ Ներկայումս հստակեցված չեն հանրապետության նախագահի
եւ կառավարության փոխհարաբերությունները։ Մեկ օրինակ կարող եմ բերել արտաքին քաղաքականությունը համաձայն Սահմանադրության 85-րդ հոդվածի կառավարությունը մշակում է նախագահի հետ համատեղ։ Միևնույն ժամանակ հանրապետության նախագահը իրականացնում է արտաքին քաղաքականության ոլորտում ընդհանուր ղեկավարում։ Հարց է ծագում կառավարությունը ինչ դերակատարություն ունի, հետևաբար ինչ պատասխանատվություն պետք է ստանձնի այս առումով եւ հանրապետության նախագահը ինչ դերակատարություն պետք է ունենա, ինչ է նշանակում համատեղ, ում որոշումները կարող են կանխորոշիչ լինել։ Համատեղ որոշումներ ընդունելու հնարավորություն Սահմանադրությունը չի նախատեսում։ Եվ ինչպես պետք է տարանջատվի սխալի դեպքում, թե ում որոշումն է դա եղել։ Եթե այո, իրականում այո, եւ պարզ չէ մեր հանրության համար, ով է պատասխանատու ենթադրենք արտաքին քաղաքական սխալների համար։ Դե որպես կանոն, եթե անգամ ԺԿ-ի հետ խնդիր են ունենում, արդեն որոշում է որ դա կառավարությունն է եւ իմաստնավորի նախագահը։ Այս առումով մենք անգամ հասարակական մտածողության մեջ չունենք այդ տարանջատումը։ Եվ դա միայն արտաքին քաղաքականության օրինակը, միակ բացառությունը չէ, ցավոք սրտի դա կանոնն է։ Մեր կառավարման համակարգը ցավոք սրտի հստակորեն չի սահմանում, թե որ գործառույթի համար որ պետական մարմինն է պատասխանատու առաջինը եւ երկրորդը հանրապետության նախագահի պարագայում չի նախատեսում քաղաքական պատասխանատվության ինստիտուտ։ Այսինքն կարող է պատահել այնպես, որ ամբողջ իշխանությունը կենտրոնանա հանրապետության նախագահի ինստիտուտում, հանրապետության նախագահի ձեռքերում, բայց հանրապետության նախագահ որևէ քաղաքական պատասխանատվություն իր լիազորությունների իրականացման ժամկետում չի կրում։ Սա արմատական խնդիր է, որին սահմանադրական բարեփոխումները պետք է անպայման անդրադառնան։ Շնորհակալություն։ Մենք այսօր քննարկում ենք մայր օրենքի սահմանադրության սահմանադրական բարեփոխումների սպասելիք եւ ինչու ոչ ցավալի կետերի քննարկումները, ինչպես նաեւ ցանկալի արդյունքները։ Կարճատև դադարից հետո մենք կշարունակենք այս բարդ, բայց շատ կարեւոր թեման։ Ունենալ մարդու իրավունքների կատարյալ համակարգ եւ չունենալ մեխանիզմներ դրանք ռեալիզացնելու անպիտան է։ Ցանկացած հասարակությունում քաղաքացին պետք է ինքը քայլեր ձեռնարկի իրավունքները պաշտպանելու համար։ Հանրությունը պետք է որոշակի տասնամյակների համար, այդ թվում ապագա սերունդների համար, մեր ներկայիս հանրությունը որոշում կատարի կառավարման մոդելի վերաբերյալ։ Հիմնարար օրենք, այսպես ենք խորագրել եւ պետք է նշել, որ ցանկացած բարեփոխում պետք է ուղղված լինի անհատի իրավական պաշտպանությանը եւ ընդհանրապես պետք է պաշտպանության բարձրացման հանգամանքը հաշվի առնել։ Հրավիրենք մեր հաջորդ հյուրին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության եւ իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Մանուկ Մուրադյանին։ Բարի երեկո։ Շնորհակալություն, որ եկել եք։ Մանուկ, թույլ տվեք ներկայացնել մեր տաղավարում գտնվող հյուրերին եւս, նրանք այս գործում շատ կարևոր առաքելություն ունեն։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյան, բարի երեկո, եւ AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու փաստաբան Վահագն Դալլաքյան, բարի երեկո։ Մարդու իրավունքներ։ Սա մի թեմա է, որի մասին կարելի է խոսել անվերջ եւ միշտ մենք կգտնենք որոշ սահմանադրական որոշ կետեր, որոնք այնուամենայնիվ հակասահմանադրական են կամ գուցե միտված են մարդու իրավունքների պաշտպանության ոչ այդքան ճիշտ թիրախային կետերին։ Այս առումով, հա, ինչպիսի աշխատանք ունենք անելու։ Իրականում սահմանադրական բարեփոխումների, հա, սահմանադրական փոփոխությունների համատեքստում այսօր հանրության շրջանում, նաև իրավագետների շրջանում թևածում էին կարծիքը, որ այ կարևոր է մարդու իրավունքների խնդիրը կամ կարևոր է պետական կառավարման համակարգում փոփոխությունները։ Իրականում իմ կոնցեպտուալ մոտեցումը այս հարցի վերաբերությամբ հետևյալում է, որ ունենալ մարդու իրավունքների տեսականորեն պատկերացնելով կատարյալ համակարգ եւ չունենալ մեխանիզմներ դրանք ռեալիզացնելու անպիտան է։ Նկատում եք համակարգ թղթին։ Ոչ, խոսքը վերաբերում է ինստիտուցիոնալ համակարգերին եւ այն նորմատիվ մեխանիզմներին, որոնք պետք է ապահովեն այդ իրավունքների իրացումը։ Բերենք մի օրինակ։ 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում ամրագրվեց մի կոնցեպտուալ գաղափար սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասում, դա պետության սահմանափակվածությունն էր մարդու իրավունքներով։ Եվ մի փոքր պատմական էքսկուրսի իմաստով, եթե նայում ենք հարցին, հարցի վերաբերյալ առաջին մոտեցումը եղել է Գերմանիայի սահմանադրության մեջ, Սահմանադրության 3-րդ հոդվածի, առաջի հոդվածի 3-րդ մասով, ներողություն, որտեղ ուղղակի ամրագրված է, որ օրենսդիրը, գործադիրը եւ արդարադատություն իրականացնող մարմինները
Սահմանափակված են ներքոնշյալ իրավունքներով։ Իսկ ներքոնշյալ իրավունքները դրանք գերմանական համանդրության մեջ հիմնական իրավունքներն են։ Այս ձևաչափի ամրագրումը լրջագույն առաջընթաց էր համանդրական զարգացումների համատեքստում, սակայն ցավոք այս իրավունքի գերակայության կոնցեպտուալ այս չափորոշիչը համանդրական միակը եղավ համանդրական բարեփոխումների ձևաչափի մեջ եւ մարդու իրավունքներով պետության սահմանափակվածության այս մեխանիզմը կարծես չռեալիզացվեց։ Համանդրական մակարդակում նաեւ տեղական եւ ինստիտուցիոնալ մակարդակում։ Պատճառները ձեր կարծիքով։ Պատճառները նրանում էր, որ նախքին համանդրությունը 95 թվականի համանդրությունը երաշխավորում էր օրենքի գերակայության գաղափարը։ Իսկ գործող համանդրական փոփոխություններով կարծես թե հասկացան, որ խորհրդային ռեժիմում, ասենց տապալված գաղափարախոսություն ես կարող եմ համարվել, այդ օրենքի գերակայության ձևաչափը չէր կարող դիմանալ ոչ մի քննադատության։ Իրականում համանդրական համանդրության ընդունման գործընթացը, որը անկախությունից ի վեր տեղի ունեցավ, ակնկալել, որ համանդրությունը կլիներ այնպիսին, որ երաշխավորվեր անհատիրավական կարգավիճակը, կունենայինք մեխանիզմներ, որոնք լիարժեքորեն կիրացնեին, կարծում եմ ճիշտ չի։ Որովհետև ցանկացած պետություն, հատկապես նորանկախ պետություն, ինքը խնդիր ունի ապրոբացիայի, այսպես կոչված, համանդրական ապրոբացիայի խնդիր կա։ Դրա համար շատ կարևոր է այսօր համանդրական բարեփոխումների արդյունքում հայեցակարգում ամրագրված չափով, որը ինձ ամենաշատն է դուր եկել այս իմաստով, դա իրավունքների դասակարգման ձևաչափն է, մասնավորապես հիմնական իրավունքների, պետության սոցիալական հիմնական իրավունքների եւ պետության սոցիալական պարտականությունների իմաստով, գիտեք ինչ, մարդու համար շատ կարևոր է ինքը հասկանա, թե որ իրավունքը ոնց կարող է պաշտպանել։ Բացառիկ կարևոր նշանակություն ունի։ Եթե համանդրության մեջ կան դրույթներ, որոնք իրականում վախեցնում են մարդուն եւ նա չունի այդ պաշտպանության մեխանիզմները, մարդը չի կարող պաշտպանություն ապահովել, չի կարող ակնկալել այն պահանջի իրավունքը։ Իսկ հիմնական իրավունքների պարագայում այ հիմնական իրավունքների, որոնք նաև սուբյեկտիվ իրավունքներ են կոչվում, այս պարագայում մարդը ունի դրա ակնկալիքը։ Շնորհակալություն պարոն Մուրադյան, հիմնարար սկզբունքների փոփոխության կարիք կա անշուշտ, պարոն Ղազարյան, եթե այս ասպեկտը, այս հարցը ընդհանրապես դիտարկենք մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դիտանկյունից, լավ, ինչպիսի փոփոխություններ դուք կառաջարկեիք եւ ինչպիսի սպասումներ ունեք։ Այն փոփոխությունները, սպասումները, որ ես ունեի, հայեցակարգում կան, այդ իմաստով ես շատ գոհ եմ։ Բայց ես թերահավատեմ, թե արդյոք այս թվերային հարաբերությունները այս նոր համանդրությունը կարող է վերացնել, թե ոչ։ Մեկ օրինակ բերեմ, այսօր ամենաշատ դժգոհության առիթ է տալիս, որ պետական որոշ մարմիններ, մասնավորապես ոստիկանությունը, առանց վարչահարություն իրականացնելու մասսայաբար գործեր ուղարկում է հարկադիր, որի արդյունքում մարդու հիմնարար իրավունքները խախտվում են։ Օրենքն էլ պարոն Մուրադյան դուք եք գրել, ձեր հեղինակած չէ, օրենքը բավականին լավն է։ Այսինքն մենք խնդիր չունենք այստեղ սահմանության հետ, մենք խնդիր չունենք օրենքի հետ, բայց ինչու ոստիկանությունն է որոշել է շրջանցել մարդուն եւ միանգամից արգելանքի տակ վերցնել 84 տարեկան քաղաքացու բանկային հաշիվը 5000 դրամի համար, մինչդեռ բանկային հաշիվը նրա կենսաթոշակն է։ Արդյոք եթե մենք ունենք նոր սահմանադրություն, նման երևույթները ինչ-ինչ մեխանիզմներով կանխվեն, թե ոչ, այստեղ ես խնդրեի բացատրել, արդյոք ես մի քիչ թերահավատ եմ, բայց ես կրկնում եմ ողջունում եմ հայեցակարգը, որովհետև այնտեղ հրաշալի գաղափարներ կա, բայց թվերային հարաբերությունները ոնց որ այսօր են առաջ ընկած օրենքից, կարծում եմ դեռ երկար կմնա։ Լավ, հարցը շնորհակալություն, հարցն ընդունված էր եւ համեցեք, պարոն Պողոսյան, պարոն Մուրադյան։ Շատ լավ։ Ես կարծում եմ, որ որևէ երկրի սահմանադրություն չի կարող ընդհանրապես բացառել, որ պետական մարմինը կարող է խախտել մարդու հիմնական իրավունքները։ Բայց համակարգային խախտումների մասին ենք խոսում։ Տվյալ դեպքում, եթե ես ճիշտ հասկացա պարոն Ղազարյանին, խոսքը գնում է նրա մասին, որ մենք այլևս չունենք վճարման կարգադրություններ եւ ոստիկանությունը ուղղակիորեն, երբ որ վարչական ակտը դառնում է անբողոքարկելի, ըստ էության հարկադիր կատարման է ուղարկում առանց անձին իրազեկելու, դա օրենքի կոպիտ խախտում է, դա նախատեսված է վարչարարության մասին օրենքով, դա նախատեսված է մեր սահմանադրությամբ եւ նման պարագայում կա երկու հնարավորություն։ Առաջին հնարավորությունը վարչական դատարանում բողոքարկելու նման տիպի գործողությունները, բնականաբար, եթե խախտվել է վարչական վարույթի եւ վարչարարության հիմունքների մասին օրենքը, ապա ցանկացած քաղաքացի իրավունք ունի դիմելու վարչական դատարան, ստուգելու տվյալ դեպքում վարչարարություն իրականացնող ոստիկանության գործողությունների իրավաչափությունը։ Եվ եթե դատարանը գտնում է, որ դա իրավաչափ չէ, բնականաբար դա Պարոն Պողոսյան, ներողություն եմ խնդրում, պարոն Պողոսյան, դուք խոսում եք բարձր իրավագիտակցություն ունեցող մարդու մասին, բայց մենք խոսում ենք, ենթադրենք, որևէ թոշակառուի մասին, որը կարող է այդքանին
չհասնի։ Եկեք բայց մի բան հաշվի առնենք։ Եկեք մի բան հաշվի առնենք, որ ցանկացած հասարակությունում քաղաքացին պետք է ինքը քայլեր ձեռնարկի իրավունքները պաշտպանելու համար։ Իհարկե կան նաև այլ մեխանիզմներ հատուկ պաշտպանության կարիք ունեցող սոցիալական խմբերի համար, բայց կանոնը դա է։ Դատական պաշտպանությունը դա իրավական պետության հիմնաքարն է։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ մենք դժգոհ ենք մեր դատական իշխանության որակից, մեր դատական իշխանության անկախությունից, հենց դա նկատի ունենք, որ եթե մենք վստահ լինեինք, որ եթե քաղաքացին դիմի դատարան եւ իր իրավունքը վերականգնի, դա նաև կառաջացնի մեկ այլ ռեակցիա ոստիկանության կողմից։ Ինչու դա խախտել, եթե կարելի է կատարել օրենքի պահանջները եւ դրանից որևէ մեկը որևէ օգուտ չի ստանում։ Եվ կա նաև երկրորդ մեխանիզմը, պարոն Ղազարյան։ Եթե կան կասկածներ այն մասին, որ տվյալ օրենքի դրույթը հակասահմանադրական է, մենք ունենք հնարավորություն մարդու իրավունքների պաշտպանության միջոցով, մենք ասում ենք օրենքը կա, դրույթը կա, միջոցով դիմելու սահմանադրական դատարան վերականգնելու իրավունքը։ Գիտեք, նրանք ովքեր օրենքը փոխեցին, նրանք ուզում էին բեռնաթափել վարչական դատարանները, եւ դա շատ լավ էր, բայց նրանք չէին սպասում, որ ոստիկանությունը մասսայաբար, ոչ թե առանձին գործերով, մասսայաբար գործերը արխիվից քանի կողարկի հարկադիր։ Հիմա ոստիկանությունը ամբողջ բողոքներին շատ լավ տեղյակ է։ Ինչու՞ չի փոխում իր պրակտիկան։ Վարչարարության հիմունքների մասին օրենքի մեկ բացառությունը դարձել օրինաչափություն։ Այսինքն եթե մարդու իրավունքները, հիմնական բնական իրավունքները մենք դարձնում ենք ավելի ենք ամրագրում համացան մեջ ավելի ուժեղ երաշխիքներով, բայց մենք այսօր այն ինչ որ ունենք այդ գործիքները կարող է կատարել, այսինքն այստեղ կարծես քաղաքական կամքի բացակայություն կա, դա ինձ մտահոգում է։ Մեկ վայրկյան ներեցեք, որևէ կասկած չունեմ, բայց դա սահմանադրության լուծելիք խնդիրը չէ ուղղակի իմաստով, որովհետև ի վերջո սահմանադրությունը սահմանում է որոշակի խաղի կանոններ, պետական կառավարման կարծես թե որոշակի խաղի կանոններ, ստեղծում է որոշակի խթաններ դրական եւ բացասական առումով։ Եվ եթե մենք մեծ հաշվով ենք նայում խնդիրը քաղաքական կամքի բացակայության, կարող է նորից հանգել մեր կառավարման համակարգի գերկենտրոնացմանը, հանրային պատասխանատվության բացակայությանը, որոնք մենք նույնպես ցանկանում ենք այդ սահմանադրական բարեփոխումները լուծել։ Պարոն Այգ Մուրադյաններ ուզում են ավելացնել, համեցեք։ Շնորհակալություն, ես կարծում եմ, որ սահմանադրության գերխնդիրը իրավունքով իշխանության սահմանափակումն է։ Երրորդ հոդված։ Այնպես ինչպես սահմանադրությունը դա անում է, բավարար է թե չէ, սա է մեր քննարկման առարկան, այսինքն այսօրվա սահմանադրությունը բավարար կերպով բոլոր հնարավորությունների հաշվառմամբ, որ այսօր մշակվել են սահմանադրական իրավունքի տեսության մեջ եւ պրակտիկայում, աշխարհում ընդհանրապես, կենսագործում է այս գերխնդիրը, բավարար չափով է սա իրականացում, թե ոչ։ Մեր գնահատականը նա էր, որ ոչ այնքան կարևորագույն հիմնախնդիրները լուծել է, բայց լուրջ այլ հիմնախնդիրներ դեռ լուծված չեն, գուցե ածանցյալ։ Սա է մեր այսօրվա կարծեք թե քննարկման առարկան։ Ցանկացած սահմանադրություն, եթե չի կենսագործվում բավարար մակարդակով, իսկ դա փաստում եմ նաև ես, ի թիվս այլ մեր հարգարժան մասնակիցների այսօրվա քննարկման, մենք չենք կարող հասնել իրավական պետության այն մակարդակի, որ օրենքները, ենթաօրենսդրական այլ ակտերը, անհատական ակտերը լիարժեք կենսագործվեն եւ իրականացվեն։ Մենք ունենք կատարման անվտանգության լուրջ խնդիր Հայաստանում։ Սահմանադրական մակարդակում ինչպես կարելի է դա լուծել, իհարկե բարելավելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Շնորհակալություն, Մանուկ Մուրադյան։ Իրավունքի գերակայություն, չէ՞։ Այս կոնցեպտուալ հարցադրումը միայն պոզիտիվ ամրագրումներով եւ ինստիտուցիոնալ լուծումներով հնարավոր չէ հասնել։ Ես պնդում եմ, որ հնարավոր է իրավունքի գերակայություն ապահովել պետությունում, եթե մենք իրավունքի գերակայությունը տեսնում ենք նաև հանրային իշխանության մամների գործելակերպի հիմքում։ Այսինքն քաղաքական կամքի իրականացումը։ Մեկ օրինակ բերեմ, վարչական վարույթի եւ վարչարարության հիմունքների մասին օրենքում վարույթի համար, եթե իհարկե այլ օրենքներով այլ ժամկետներ նախատեսված չեն, 30 օրվա ժամանակ է։ Եվ բացի դրանից օրենսդրությունը հստակ ասում է, եթե վարչական մարմինը միջև 30 օր ժամկետը ինքը հավաքել է բոլոր այն անհրաժեշտ հիմքերը, որոնցով կարող է որոշում ընդունել, նա այդ որոշումը պետք է ընդունի, բայց պրակտիկայում որպես կանոն բոլոր վարչական մարմինները սպասում են 30 օրյա ժամկետի լրանալուն։
այդ թվում նաև ոստիկանությունը, այդ թվում պետական կառավարման այլ մարմինների եւս։ Չի եղել մի դեպք դատական ատյաններում, վարչական դատարանում, որտեղ վիճարկվի այդ ժամկետի բաց այդ ժամկետը երկարացնելու կամ միջև վերջ պահելու այս ձևաչափը հասկանում եք։ Շնորհակալություն Վահագն Դալակյան, ամեն օր իր աշխատանքի բերումով առնչվում է դրանց ոչ այդքան ճիշտ, ոչ այդքան հարմար, ոչ միշտ սահմանադրական լինելուն։ Վահագն Դալակյան, ձեր կարծիքը համեցեք։ Շնորհակալություն։ Նախ թույլ տվեք անդրադառնալ պարոն Ղազարյանի կողմից բարձրացված շատ ակտուալ թեմային, վարչական տուգանքների բռնագանցման մասով։ Իհարկե, ես չբացառելով ոստիկանության իրավական պրակտիկայում առկա խնդիրները, նաև կցանկանայի այդ ոլորտում օրենքի երկու խնդրահարույց դրույթներին անդրադառնալ, քանի որ հարցը բարձրացվեց։ Նախ առաջինը այն է այս տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների մասով, այո։ Այդ մասով օրենքը սահմանում է, որ վարչական վարույթը բաղկացած է երկու փուլից՝ խախտման հատկանիշների հայտնաբերման եւ որոշման ընդունման փուլից, այսինքն դրանց միջև քաղաքացուն լսելու, նրանից բացատրություն վերցնելու, նրան բացատրություն տալու հնարավորություն տալու փուլ նախատեսված չէ։ Եվ երկրորդ փուլը, նույնիսկ այդ որոշման ընդունումից հետո, երբ որ վարչական մարմինը տվյալ դեպքում ոստիկանությունը պարտավոր է ծանուցել այդ որոշումն ուղարկել քաղաքացուն, սահմանված է, որ նույնիսկ եթե մեկ անգամ փոստատարը տանի նամակը եւ քաղաքացին տանը չլինի, ապա նա համարվում է ծանուցված, այսինքն որևէ լրացուցիչ մեխանիզմներ, թեկուզ երկրորդ անգամ, երրորդ անգամ ծանուցելու կամ, չգիտեմ, ինտերնետով հրապարակելու մեխանիզմ որևէ նախատեսված չէ լրացուցիչ ջանքեր եւ շատ հնարավոր է այդ պահին քաղաքացին տանը չլինի եւ նա ընդհանրապես չիմանա, որ ինքը տուգանվել է, քանի որ մինչ այդ էլ նրանից ընդհանրապես բացատրություն չեն վերցնել։ Այս երկու խնդրահարույց կետերին ես կուզեի անդրադառնալ եւ կապելով նաեւ սահմանադրության թեմայի հետ, կարծում եմ, որ նաեւ այստեղ կարող է լինել սահմանադրականության խնդիր, միգուցե օրերից մի օր սահմանադրական դատարանը նաեւ այս երկու դրույթների սահմանադրականության հարցը քննի։ Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, արդեն մեր պրակտիկայում մարդու իրավունքների առնչվող հարցերի վերաբերյալ ես իհարկե եւս միանալով բոլոր մասնակիցներին շատ ողջունում եմ սահմանադրական բարեփոխումների այդ գաղափարը տարանջատելու հիմնական իրավունքները, այսինքն անմիջական գործողության իրավունքները եւ սոցիալական իրավունքները, որոնք կարող են կենսագործվել հնարավորության դեպքում միայն, եւ այդ առումով նաեւ կցանկանա եւս մեկ հարցի անդրադառնալ։ Տեսեք, այսօր մենք ունենք սահմանադրական դատարան, որը քննում է օրենքների եւ այլ իրավական ակտերի սահմանադրականությունը, այդպիսով վերահսկողություն է իրականացնում օրենսդիր իշխանության եւ գործադիր իշխանության նկատմամբ, քանի որ այլ իրավական ակտեր ընդունվում են գործադիր իշխանության կողմից, սակայն որևէ վերահսկողություն սահմանված չէ դատական իշխանության նկատմամբ, չնայած դատական իշխանությունն էլ ինքն էլ լինելով պետական իշխանության մաս եւս սահմանափակված է հիմնական իրավունքներով։ Իհարկե, այստեղ կարելի ասել, եթե դատարանը խախտի սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքները, սահմանադրական երաշխիքները, որևէ արդեն ներպետական պաշտպանության միջոց քաղաքացին չունի։ Նա չի կարող դիմել սահմանադրական դատարան եւ պաշտպանվել այդ խախտումից։ Մյուս կողմից իհարկե կարող ենք ասել, եթե այդպիսի վերահսկողություն սահմանվի, սահմանադրական դատարանը ստանա այդպիսի լիազորություն, շատ մեծ վտանգ կա, որ նա կվերածվի պարզապես 4-րդ ատյանի եւ սկսի պարզապես բեկանել վճռաբեկ դատարանի դատական ակտերը։ Եվ այստեղ հենց այն խնդիրն է, որտեղ առաջ է գալիս իրավական ավանդույթների խնդիրը։ Արդյոք մենք ունենք այն իրավական ավանդույթները, որը թույլ կտա սահմանազատել այդ շատ նուրբ լիազորությունների սահմանը գծել եւ թույլ չտա, որպեսզի սահմանադրական դատարանը դառնա 4-րդ ատյան։ Ես իհարկե համոզված եմ, որ այս հարցերը քննարկվում են մասնագիտական հանձնաժողովում եւ ինչ լուծում էլ որ գտնվի, համենայն դեպս արդեն երևում է, որ շեշտը հատկապես դրվում է մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ ստեղծելուն եւ հուսով եմ, որ այդ մեխանիզմները կստեղծվեն։ Շնորհակալություն Վահագն, ես վստահ եմ, որ պարոն Պողոսյանը եւ մյուս պարոնայք նույնպես կունենան ավելացնելու բաներ, մանավանդ որ դուք ձեր խոսքի մեջ թեթև արեցիք այդ հողումը կապված երկշերտ դատական համակարգի հետ, եթե ես ճիշտ եմ հիշում, սակայն կարճատև դադարից հետո մենք կշարունակենք այսօր մայր օրենքի սահմանադրության մասին մեր զրույցը։ Հանրությունը պետք է որոշակի տասնամյակների համար, այդ թվում ապագա սերունդների համար, մեր ներկայիս հանրությունը որոշում կատարի կառավարման մոդելի վերաբերյալ։ Ամեն ընտրությունից առաջ ընտրական օրենսգիրքը փոփոխվում է,
փոփոխվում է նաև ընտրական համակարգը եւ դա չի նպաստում այն բանին, որպեսզի մենք ունենանք կայուն քաղաքական համակարգ եւ կայուն կուսակցական համակարգ։ Քաղաքական մեծամասնության մասին հայեցակարգում խոսելը դեռևս չի նշանակում, որ քաղաքական փոքրամասնության ճնշման մեխանիզմներ են առաջ քաշվում հայեցակարգում։ Վերադարձանք կարճատև դադարից ցանկացած օրենք մշակելի շեշտվում է միայն այն, որ այն կոչված է մարդուն ծառայելու եւ առավել կանոնակարգելի դարձնելու ցանկացած իրավական հարաբերություն։ Այս բանին մենք փորձենք հասկանալ ի վերջո Վահագն Դալլաքյանի բարձրացած բոլոր հարցերի ամփոփիչ տարբերակները եւ ինչպիսի հավելումներ ունեք կապված նրա բարձրաձայնացի հետ։ Համեցեք, պարոն Պողոսյան։ Պարոն Դալլաքյանը շատ կարևոր հարց բարձրացրեց կապված սահմանադրական գանգատի հետ։ Իսկապես դա այդ հարցը բուռն քննարկումների է ենթարկվել սահմանադրական հանձնաժողովում, այդուհանդերձ մեծամասնության կարծիքը կայանում է նրանում, որ անցնել դատական ակտերի դեմ ուղղակի սահմանադրական գանգատի կամ լրիվ սահմանադրական գանգատի դեռ մենք պատրաստ չենք։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք գործող սահմանադրական գանգատի շրջանակները այդուհանդերձ լայնացնել։ Առաջին հնարավորությունը ես տեսնում եմ նրանում, որ քննության առարկա սահմանադրական դատարանում դառնա ոչ միայն օրենքը, այլ նաև ցանկացած ենթաօրենսդրական ակտ, եւ շատ զարմանալի է, որ մնացած բոլոր վարույթներում սահմանադրական դատարանը անդրադառնում է ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականությանը, բայց ամենակարևոր խնդրում, հիմնական իրավունքների պաշտպանության խնդրում ցավոք սրտի կա այդ բացը եւ սահմանադրական դատարանը միայն օրենքը կարող է, օրենքը ֆորմալ իմաստով, ձևական իմաստով դարձնել սահմանադրական վերահսկողության առարկա եւ երկրորդը ես կարծում եմ, որ սահմանադրական դատարանի մասին օրենքում ամրագրված այն դրույթը, որ սահմանադրական դատարանը սահմանադրական օրենքի նորմի սահմանադրականությունը քննում է նաեւ իրավակիրառական պրակտիկայի տեսանկյունից, այդ դրույթը պետք է բարձրացնել սահմանության մակարդակ։ Դրանով մենք միջնորդավորված ձևով ինչ որ չափով նաեւ կարողանում ենք հասնել նրան, որ սահմանադրական դատարանը վերահսկողություն իրականացնի նաեւ դատական ակտի որակի վրա, երբ որ այդ դատական ակտը իր մեկնաբանություններով խախտում է օրենքով ամրագրված այնպիսի դրույթներ, որոնք ըստ էության սահմանադրական են, բայց ստացել են հակասահմանադրական կիրառություն։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, ես կխնդրեի անդրադառնանք մի շատ կարևոր հարցին։ Գաղտնիք չէ, որ հասարակության լայն շերտերում հիմնական բողոքի ալիք է առաջացնում ընտրություններ հասկացողությունը իրենց ընթացակարգով, այն գուցե այն գործառույթներով, որ իրականացում են, այն օրենքներով, որոնք արդեն կան, որոնք գուցե ունեն բարեփոխումների կարիք։ Ես գիտեմ, որ պատրաստվում են հենց կառավարման այս ձևի մեջ որոշ փոփոխություններ արվել, կխնդրեի նշեք կետերը եւ արդյոք դրանք ի վերջո կներազդեն որևէ կերպ ընտրությունների ընթացակարգի վրա։ Համեցեք։ Ընտրական համակարգի հետ կապված մենք եկել ենք այն եզրահանգման, որ ամեն դեպքում ընտրական համակարգի հիմնական գծերը ուղղակիորեն պետք է ամրագրվեն սահմանադրության մեջ, խոսքը ազգային ժողովի ընտրությունների մասին է, որովհետև մենք ունենք մի անոմալ իրավիճակ, երբ որ բոլոր մյուս պետական կամ այսպես ասենք սահմանադրական մարմինների ընտրության կարգը ըստ էության սահմանված է սահմանադրությամբ իր հիմնական գծերով ազգային ժողովինը ոչ, եւ մենք գիտենք, որ ամեն ընտրությունից առաջ ընտրական օրենսգիրքը փոփոխվում է նաև ընտրական համակարգը եւ դա չի նպաստում այն բանին, որպեսզի մենք ունենանք կայուն քաղաքական համակարգ եւ կայուն կուսակցական համակարգ։ Հանձնաժողովում կարծիքները կիսվում են այն հարցի հետ կապված, թե անհրաժեշտ է 100%-անոց համամասնական համակարգ թե ոչ։ Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, մանավանդ այն կտրվածքով, որ եթե իսկապես անցում կատարվի խորհրդարանական կառավարման ձևի, ապա այստեղ կառավարումը ավելի շուտ կառավարման բեռը ընկնում է կուսակցությունների վրա, իսկ պատմական փորձը վկայում է, որ համամասնական համակարգի պայմաններում կուսակցական համակարգը շատ ավելի կայուն է դառնում, քան թե եթե պահպանում ենք մենք մեծամասնական համակարգը կամ մեծամասնական համակարգի որոշակի տարրեր։ Միաժամանակ նախագիծը նախատեսում է, որ էականորեն պետք է ընդլայնվեն նաև պարլամենտական փոքրամասնությունների իրավունքները, որովհետև պարլամենտական համակարգում բաժանարար գիծը որպես կանոն գնում է ոչ թե օրենսդրի եւ գործադրի միջև, այլ քաղաքական մեծամասնության եւ քաղաքական փոքրամասնության միջև։ Եվ եթե մենք այդ փոքրամասնության իրավունքներն ունենանք, մասնավորապես քննիչ հանձնաժողովներ ստեղծելու իրավունք, փոքրամասնության առաջարկով կամ նույնիսկ նախագահելու իրավունք, ապա
վերահսկողական գործառույթը ընդհանուր առմամբ ազգային ժողովի կողմից եւ մասնավորապես քաղաքական փոքրամասնության կողմից շատ ավելի արդյունավետ է։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, պարոն Մուրադյան, ձեզ վրա ճնշումներ չեն գործադրվում այս առումով եւ բարեփոխումները արդյոք հնարավոր է անել լինելով օբյեկտիվ։ Ես որևէ ճնշումների մասով որևէ կերպ չեմ զգացել դրանք։ Ես չեմ պատկերացնում ինչ է նշանակում այդ ճնշումներ գործադրելը ընդհանրապես, եթե խոսքը մասնագիտական տեսակետների եւ մասնագիտական, եւ հասարակական, եւ պետական կառավարական։ Այստեղ չափազանց կարևոր գործոն է այն, որ մենք հանրությանը ներկայացրել ենք, ինչպես ընդունված է ասել, հանրության դատին ենք ներկայացրել կառավարման մոդելի այլընտրանքային լուծումներ։ Այսինքն մեր հանրությունը հնարավորություն ունի ինքը ընտրելու այդ քննարկումների արդյունքում ձևավորվի հանրային կարծիք եւ հանրային մոտեցում, որը կանխորոշի էական մասով մասնագիտական հանձնաժողովի գոնե դիրքորոշումները։ Այսինքն այդ մասով եթե դա ճնշում կարող է դիտարկվել, ապա ես դա միայն կողջունեմ, որովհետեւ վերջի վերջո հանրությունը պետք է որոշակի տասնամյակների համար, այդ թվում ապագա սերունդների համար, մեր ներկայիս հանրությունը որոշում կատարի կառավարման մոդելի վերաբերյալ։ Դրա համար ես չեմ հասկանում նաեւ այն մոտեցումները, որ չկա անհրաժեշտություն փոխել կառավարման մոդելը։ Եթե մասնագիտական հանձնաժողովը հանրապետության նախագահը գտնում են, որ դա քննարկման առարկա է, ես չեմ պատկերացնում ինչու կարելի է դա չքննարկել, առավել հանգամանորեն եւ մանրամասն։ Վերջի վերջո սա կձևավորի հանրային համերաշխության միջավայր սահմանադրական հիմնարար արժեքների մոտեցումների վերաբերյալ եւ ապագա սահմանադրությունը փոփոխվելի կունենա բարձր լեգիտիմություն։ Իրականում այսօր մի փոքր հատկապես ընդդիմության կողմից դատապետվում է քաղաքական մեծամասնության հայցակարգում ամրագրված քաղաքական մեծամասնության այս ձևաչափը քաղաքական մեծամասնության մասին հայցակարգում խոսելը դեռևս չի նշանակում, որ քաղաքական փոքրամասնության ճնշման մեխանիզմներ են առաջ քաշվում հայցակարգում։ Իրականում միանշանակ ես անկեղծ ասած մամուլից կարդալով լսելով դատախազին քաղաքական փոքրամասնության կողմից նշանակվել է ձևաչափ, դա անթույլատրելի է։ Դատախազությունը ինքը ունի գործադիր գործառույթներ եւ այս իմաստով եթե քաղաքական փոքրամասնությունը ինքը փաստացի ստանում է հնարավորություն գլխավոր դատախազ նշանակելու, կարծես թե բաժանվում է գործադիր իշխանությունը։ Մի կարևոր դետալ գոյություն ունի, դա ճշմարտությունը եւ ոչ մի ձևով չի կարելի դա վիճարկել։ Քաղաքական մեծամասնությունը պետական կառավարման համակարգում դա պետական քաղաքականության արդյունավետության երաշխիք է միանշանակ։ Շնորհակալություն, Վահագն։ Այսօր մենք ունենք գործադիր իշխանություն, որի մի մասը հաշվետու է կառավարությանը, իդեմս վարչապետին, մյուս մասը նախագահին, շատ վառ օրինակ է օրինակ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որը ունենալով շատ կարևոր գործառույթ տնտեսության պետական կարգավորման մեջ, իսկ տնտեսությունը առաջին հերթին կառավարության ոլորտն է, այդ հանձնաժողովը ամբողջովին նշանակվում է հանրապետության նախագահի կողմից եւ այստեղ մենք ունենում ենք հանձնաժողով, որը շատ կարևոր ներգործություն ունի տնտեսության վրա, սակայն հաշվետու չէ կառավարության առջեւ։ Եվ ամեն դեպքում ես կցանկանայի նշել, որ իհարկե կան կարծիքներ, որ սահմանադրական փոփոխությունները այժմ առաջնային չեն, որ կան առավել կարևոր խնդիրներ, որ սահմանադրությունը չէ մեղավոր մեր բազմաթիվ արատների, որ կան պետության մեջ, սակայն մասամբ իհարկե համաձայնվելով այդ տեսակետների հետ պետք է նշեմ, որ ոչինչ մեզ չի խանգարում զուգահեռաբար տարբեր բարեփոխումներ անցկացնել եւ եթե նույնիսկ այս պահին որոշ մարդիկ հասարակության որոշ մի մասը չի զգում այն կարեւորությունը, որը կարող է ունենալ սահմանադրական փոփոխությունները, դա չի նշանակում, որ օրինակ 10, 20, 30 տարի հետո չի առաջանա մի սահմանադրական ճգնաժամ, որը կարող է լուծել հենց այն փոփոխությունները, որոնք հիմա քննարկվում եւ առաջարկվում են։ Շնորհակալություն, Վահագն։ Եվ պարոն Ղազարյան։ Երկար տարիներ արդեն ապրում ենք հաղթողին ամեն ինչ սկզբունքով։ Եվ արդյոք սա 2005 թվականի սահմանադրության թերությունից էր, թե լիդերի հատկանիշներն էր։ Եթե նոր սահմանադրությունը կստեղծի մի տիրույթ, որտեղ իրերը ինքնըստինքյան կառաջնորդվեն խթաններով եւ ոչ թե լիդերի նախասիրություններով, եւ մենք կդադարենք ապրել հաղթողին ամեն ինչ սկզբունքով, կարծեմ միայն խորհրդարանական կառավարման եղանակ կարող է դա ապավել։ Իհարկե ես կողմ եմ։ Կողմ եմ նաեւ, որ նոր սահմանությամբ, որտեղ հիմնական մասնագիտական ուղղվածության մարդու իրավունքները ողջունում եմ, որ այդտեղ փորձ է արվում կոնվենցիայի տիպով սահմանադրությունը գրել, այսինքն իրավունք, սահմանափակում եւ այլ եւ այլ։ Բայց ես ուզում եմ շեշտել, որ եթե լիներ քաղաքական կամք առանց ինչ-ինչ մեխանիզմներից,
մենք կարողանանք հասնել նրան այսօրվա գործիքներով, ինչով որ ուզում ենք հասնել նոր սահմանադրությամբ։ Շնորհակալություն բոլորիդ այսօր ներկա լինելու համար։ Սա մի բարդ թեմա է, որի քննարկումը հարատև կարող է լինել, սակայն անհրաժեշտությունը նույնպես հարատև է։ 17-ից 18-րդ դարերում նախաձեռնված Հայաստանի ազատագրության մի շարք փորձերը, ինչպես Մադրասի խմբակի ծրագիրը, ցավոք մնացին անկատար։ Իսկ Շահամիր Շահամիրյանի որոգայթ փառածը պարզապես մնաց թղթի վրա։ Դարեր անց անշուշտ շատ բան է փոխվել եւ դա ակներև է, ու մենք իսկապես լիահույս ենք, որ ել ավելի լավ բարեփոխումներով մենք կարողանանք հասնել ավելի կատարյալ սահմանադրության։ Ամենակարևորը, որ բոլոր բարեփոխումները պետք է միտված լինեն մարդուն, լինեն հանուն մարդու համար եւ ոչ թե նրա դեմ։ Եվ այն, որ հաճախ լսում ենք, որ հակասահմանադրական է սահմանադրության այսինչ կամ այնինչ դրույթը, դա նույնպես վիրավորում է մեր բոլորի քաղաքացիական կամքը, որովհետեւ սահմանադրությունը պետք է լինի գերակա բոլորիս համար եւ ցանկալի է լինի համակարգված ու կատարյալին մոտ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում այսօր գործող ժողովրդավարությանը, ապա պետք է որ մայր օրենքը նպաստի ամեն կերպ այդ ժողովրդավարության ամրապնդմանը։ Մենք բոլորս պարտավոր ենք հարգելու մայր օրենքը ոչ թե որովհետև այն գրված է, կոչված է սահմանադրություն, այլ որովհետև այդպես պետք է լինի։ Մարդկային գործոններ եթերում եւ մենք նույնպես պարտավոր ենք եւ սիրով պատմում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Կհանդիպենք։